Բարև ձեզ, Ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Ռուսաստանի վերջնագրից հետո Փաշինյանն օգնության խնդրանքով է դիմում Եվրամիությանը։ Եվրոպան թքած ունի մեր տեղական արտադրանքի վրա։ Փաշինյանը միջանցք է տալիս Ալիևին, թրիփի վերաբերյալ համաձայնագիրը հապճեպ ստորագրվեց։ Ֆիքսենք, Փաշինյանը Արցախը հանձնեց, որ միջանցք չտա, բայց միևնույն է, միջանցք հանձնեց։ Ազգային ժողովի նախագահը բացահայտում է 6 տարի առաջվա կարևոր իրադարձությունը։ Գորիս ճանապարհը, այո, մեր պահանջն։ Փաշինյանն ինչպես է ագրեսոր Ալիևի հետ խաղաղություն հաստատելու, եթե անգամ չի կարողանում աղավնուն օդ թռցնել։ Նույնիսկ խաղաղության աղավնին Փաշինյանի ձեռքում գյաբրլամիշ եղավ։ Չնայած Եվրասիական տնտեսական միությունից հնչած վերջնագրին, Նիկոլ Փաշինյանը հակված չէ վերընտրվելու դեպքում հանրաքվե անցկացնել Եվրամիությանն անդամակցելու հարցով։ Նիկոլ Փաշինյանը Աստանայում մայիսի 29-ին անցկացված ԵԱՏՄ գագաթնաժողովից 2 օր անց արձագանքել է կառույցի անդամ 4 պետությունների ղեկավարների նամակին, թե անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնել Եվրոպական միությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու հարցով։ Մինչև այն պահը, երբ Հայաստանը չի դիմել պաշտոնապես Եվրամիությանը, Եվրոպական միությանը անդամագրվելու համար կամ Եվրամիության անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անելը անտրամաբանական է, ինչու, որովհետև ըստ էության հիմնավորումը չկա։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Փաշինյանի այս պատասխանից հետո հայտարարել է, որ Միությանը Հայաստանի անդամակցության բարդությունների հետ կապված բոլոր նրբությունները նախատեսվում է քննարկել մինչև դեկտեմբեր։ Նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրկնել էր դեռ մայիսի 9-ին արված իր առաջարկը՝ հանրաքվե անել։ Ընդ որում Պուտինը շեշտել էր, որ այդ հարցով Փաշինյանն իր հետ համակարծիք է։ Просили бы наших армянских партнеров. Մենք կխնդրենք մեր հայ գործընկերներին, բարեկամներին։ Վարչապետ Փաշինյանը ինքն այդ մասին ասել է, որ նախատեսվում է եւ ճիշտ է համարում անցկացնել հանրաքվե այս հարցի վերաբերյալ, թե որտեղ պետք է լինի Հայաստանը՝ Եվրասիական տնտեսական միությունում, թե Եվրոպական միությունում։ Մենք կցանկանայինք, որ դա իրականացվի հնարավորինս շուտ։ ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո, որտեղ վերջնագիր է ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, ռուսական Ռոսել խոզնաձորը շարունակում է արգելել մի շարք հայկական ապրանքների ներմուծումը իրենց երկիր։ Փաշինյանը վերջին օրերին հարկադրված հայտարարեց, թե գյուղացիներին փոխհատուցում կտա եւ արտահանման նոր շուկաներ կգտնի։ Բիբարա փչանա, այդ բիբարի փող կտամ ես, կառավարությունը, վարդա կտամ, էնա։ Հենց այսօր արդեն մեր մի քանի բիզնես պատվիրակություններ մեկնել են եւ շնորհակալ ենք մեր միջազգային գործընկերներին արագ արձագանքման համար եւ առաջիկայում արդեն մենք կոնկրետ առաջարկներ ունենք վարդերի գնման հետ կապված, միրգ բանջարեղենի գնման հետ կապված։ Ընտրություններից 3 օր առաջ Փաշինյանի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ Եվրամիությունը Հայաստանին 50 միլիոն եվրո գումար կտրամադրի եւ կդյուրացնի հայկական ապրանքների ներմուծումը։ Մինչև այս հայտարարությունը կառավարությունը ընդունել էր արտահանողներին աջակցելու ծրագիր։ Սա ենթադրում է, որ կառավարությունը արտահանողին կամ արտադրողի փոխարեն ամբողջությամբ կվճարի մաքսատուրքը։ Սույն նախագիծը ջերմատնային արտադրության, թարմ պտուղ բանջարեղենի եւ ծաղիկների արտահանման աջակցության միջոցառում է, որի շրջանակում արտահանվող որոշ հիմնական ապրանքային խմբերի նկատմամբ սահմանվում է արտահանված ծավալի համար փոխհատուցում հետեւյալ սահմանաչափով. ելակի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 770 դրամ, լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի համար 275 դրամ, պղպեղինը 400 դրամ եւ ծաղկի յուրաքանչյուր 1 հատի համար 37 դրամ։ Բայց սա ժամանակավոր լուծում է, որովհետև կառավարությունը այս ծրագիրը ընդունել է 1 ամսվա համար՝ հունիսի 1-ից մինչև հուլիսի 1-ը։ Ստացվում է մի կողմից Փաշինյանը գյուղացիներին խոստանում է, թե իր վերընտրվելուց հետո կգնա ԵԱՏՄ նիստին, կնայի գործընկերների աչքերի մեջ եւ բոլոր խնդիրները կլուծի եւ ամեն բան իր տեղը կընկնի, մյուս կողմից խոսում է նոր շուկաներ գտնելու մասին։ Հարց է ծագում. եթե նա վստահ է, որ վերընտրվելուց հետո խնդիրները հարթվելու են, ապա ինչու է նոր շուկաներ
փնտրում։ Եվրոպական շուկա մտնելը հեշտ չէ, այն էլ Հայաստանի նման երկրի համար, որի ապրանքների որակը չեն համապատասխանում Եվրոպայի ստանդարտներին։ Եվրոպան թքած ունի մեր տեղական արտադրանքի վրա, ովքեր շփվել են այնտեղ ապրող ժողովուրդների հետ, շատ լավ կհասկանան իմ գրածը։ Եվրոպացին բնույթով, տեսակով իր երկրի սեփական արտադրանքի սպառող է։ Եթե հայկականը լինի իրենց արտադրանքի կողքին, իրենք կասեն «Tres tercer mundo», ինչպես կոչում են մեզ, երրորդ երկիր, այսինքն մենք իրենց համար դեռ հետամնաց, չզարգացած ու անորակ արտադրանք մատուցող ենք։ Այսքանից հետո, եթե միակ երկրին, ով սպառում է մեր արտադրանքը, դուք պետականորեն մերժում եք ու ժողովրդի ուղեղները լվանում եք այդ քարոզով, ուրեմն դուք հակապետական եւ հակաազգային գործիչներ եք։ Հունիսի 7-ին ազգովի մերժում ենք համար 16-ին։ Երբ արտահանման շուկա չմնա, որովհետև եղած շուկան ոչնչացվում է Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո թուրքական իշխանությունների ջանքերով, իսկ այլ տեղում բուն շուկայական տնտեսական օրենքներով մեր գյուղմթերքը չի կարող մրցակցել, դե-ֆակտո իշխանությունները կանեն մի պարզ բան, ճիշտ այդպես, ինչպես այսօր արցախցիներին են փորձում համոզել, որ իրենք ոչ թե ապրել են, այլ պատանդ են եղել Արցախում, նույն կերպեր գյուղացիների ուղեղը կփորձեն մտցնել, որ նրանք պատանդ են եղել գյուղի դաշտերում, ճռնչած արևի տակ, կհրավիրեն քաղաքում ապրելու եւ կայֆավատ լինելու, իսկ էժան գյուղմթերքը կգա Թուրքիայից այնքան ժամանակ, քանի դեռ ստրուկի պես կատարում ենք նրանց բոլոր պահանջները, կհամոզեն, որ չկատարել չենք կարող, որովհետեւ սովից կմեռնենք։ Մի կողմ թողնենք, որ Ալիևի տեխնացուն ուղակի ձեռը առնում մարդկանց ու իր հանցավոր գործողության արդյունքում մարդկանց տված վնասը փորձում է ջրել, բայց ուրիշ մի կարևոր հարց։ Հիմա կարող են մյուս տեխնացուներն էլ հանդիպել մարդկանց եւ տարբեր խնդիրների լուծման համար փող առաջարկել։ Օրինակ, հանդիպեն արտահանողներին, ասեն ինչքան ապրանք փչացել է, դրա փողը կտանք։ Կարող են, թե քրեական գործով կկալանավորվեն։ Ասում է ես կվճարեմ ֆերմերների փչացած բիբարի եւ ծաղիկների համար։ Սա ի՞նչ է, նախընտրական խոստում, թե ընտրակաշարք։ Էս ո՞րն է։ Սա նորից իրեն նույնացրել է պետության եւ բյուջեի հետ։ Եթե բյուջեում այդքան փող կա, միանգամից դուր ֆերմերներին, ել ինչու են ջերմոց կառուցում, սերմացու գնում, գազ վառում, տաքացնում, ոռոգում, աճեցնում, վերջում էլ փչացնում, թե էլի համաշխարհային բանկից տոկոսով փող ես վերցնելու։ Վերցրածի տոկոսները ո՞նց ես փակելու։ Փաշինյանի եվրոպական ձգտումների ֆոնին ռուսական կողմի հայտարարությունները օրեցօր ավելի են սրվում։ Մոսկվայում վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է Եվրասիական տնտեսական միությունը Եվրամիություն անցնելու համար։ Ըստ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Փաշինյանը քաղաքացիներից թաքցնում է ԵԱՏՄ-ից դուրս գալու ծախսերը։ Նույնը տեղի ունեցավ նաև Ուկրաինայում։ Եվրամիությանը ինտեգրվելու որոշում կայացնելիս մի բան էին ասում, այդ թվում զարգացման հեռանկարների մասին։ Գործնականում պարզվեց, որ նույն ուկրաինական գյուղմթերքը եվրոպական շուկաներ ըստ էության այդպես էլ թույլ չտրվեց։ Դրա համար սահմանելով խիստ եւ անշահավետ սակագնային քվոտաներ։ Սա է սպասվում նաև Հայաստանին։ Այն, որ ԵԱՏՄ-ի ֆինանսական բարիքներից է ցանկանում օգտվել Փաշինյանը, մինչև Եվրամիությունից հրավեր ստանա, համոզված է նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Ըստ նրա, Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամակցության հարցը, քանի դեռ Երևանը չի կանչվել Եվրամիություն։ Մեդվեդևը, որ ռուս պաշտոնյաներից ամենակոշտն է քննադատում Փաշինյանին, Հայաստանի վարչապետի դիրքորոշումը համեմատել է հեղափոխական Լև Տրոցկու ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, իսկ բանակն արձակել ձևակերպման հետ եւ հիշեցրել Հայաստանի վարչապետին Տրոցկու վախճանը։ Դե իսկ Տրոցկու ոլորապտույտ արահետը նրա համար ավարտվեց բավականին ողբերգական ձևով։ Փաշինյանն ի դեպ հունիսի 1-ին իր ծննդյան օրը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Հայաստանի կառավարության փոխարեն Կրեմլից էին հայտարարել, որ Վլադիմիր Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը քննարկել են մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի արդյունքները։ Այդ օրը Ռուսաստանի նախագահը եւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրների Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ պաշտոնական Երևանին հորդորել էին սեղմ ժամկետում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրակրվե անցկացնել։ Փաշինյանի եւ Պուտինի զրույցը ըստ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ջերմ էր անցել։ Գիտեմ, որ շատ ջերմ զրույց է եղել վարչապետ Փաշինյանի եւ նախագահ Պուտինի միջեւ եւ բոլոր հարցերը ըստ էության ես կարծում եմ, որ
հայկական մամուլում ուռճացված են, բոլոր հարցերը կլուծվեն։ Բայց այդ ջերմ զրույցից հետո ռուսական Ռոսել խոզնաձորը հաջորդաբար հայտարարեց ձկան եւ ձկնամթերքի, կորիզավոր մրգերի ու խաղուղի, հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի եւ չրերի ժամանակավորապես Ռուսաստան ներմուծումը դադարեցնելու մասին։ Քաղաքագետ Հայկ Խալաթյանը կարծում է, որ Փաշինյանը հույս ունի վերընտրվելու է եւ կարողանալու է համոզել ու փոխել Մոսկվայի մոտեցումները, բայց դա ըստ նրա արդյունք չի տալու։ Մոսկվան նույնիսկ կոնկրետ զիջումներ է պահանջելու, կոնկրետ քայլեր է պահանջելու, իսկ եթե Նիկոլ Փաշինյանը փորձի այդ քայլերին գնա, դա արդեն լուրջ խնդիրներ առաջացնելու այն ուժերի, այն կենտրոնների հետ, որոնք այս պահին աջակցում են իրեն։ Դա Եվրոպական միությունն է, ԱՄՆ-ն է, Թուրքիան է, Ադրբեջանն է։ Դա համար ցավոք սրտի Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ Հայաստանին բերել է մի շատ բարդ իրավիճակ, որտեղ իր ցանկացած որոշում խնդիրներ արդեն ստեղծել։ Պուտինի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց Փաշինյանը զրուցել էր նաև Թուրքիայի նախագահի հետ։ Փաշինյանը ըստ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի 3 խնդրանք է ունեցել Էրդողանին։ Առաջինը փորձել բարեխոսել Ռուսաստանի ղեկավարի մոտ իր մասով։ Երկրորդը, եթե հնարավոր լինի մինչև ամսի 7-ը գերիներ բերեն Ադրբեջանից, այսինքն ճնշում գործադրի Ալիևի վրա, հա։ Եվ երրորդը հայ-թուրքականի հնարավոր ակտիվացում գոնե մինչև ընտրությունները։ Դրանք իր համար շատ կարևոր էլեմենտներ են ընտրականի մասով։ Ինքը գիտի ասֆալտի վրա, որ էլեկտորալ իր վարկանիշը ցածր է։ ԵԱՏՄ գագաթնաժողովից ուղիղ 1 շաբաթ անց Ռուսաստանի արտգործնախարարը եւս մեկ անգամ Փաշինյանին հիշեցրեց. Հայաստանը պետք է ինքնուրույն որոշի, մնում է Եվրասիական տնտեսական միությունում, թե շարժվում է դեպի Եվրամիություն։ Հանային հեռուստաընկերության եթերում քարոզարշավի վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խոստովանեց, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմին է հանձնվել հայկական կողմի պահանջով։ Մի բան, որ Ալիևը պահանջել է ու դուք չեք արել։ Բոլոր պահանջները իրականացրել եք։ Հենց հիմա համարացության փոփոխությունը իր պահանջով չեք։ Ասում եք արել եք, մի հատ։ Ասեմ, Գորիս-Կապան ճանապարհը, Կապան ճակատեն ճանապարհը։ Դա մեր պահանջն է, դա մեր այո, մեր պահանջն է, Ճանապարհ հանձնելը մեր պահանջն է։ ճանապարհ հանձնել չի 21 կիլոմետր երկարությամբ ճանապարհը ադրբեջանական վերահսկողության ներքո էր անցել 44-օրյա պատերազմից ամիսներ անց։ Ալեն Սիմոնյանի սկանդալային խոստովանությունը, թե դա տեղի է ունեցել իրենց պահանջով, որ իբր սահման վերհանեն, հնչել էր ընդդիմադիր падգամավորի տեխնացու Աննա Գրիգորյանի այն դիտարկումից հետո, որ Փաշինյանի իշխանությունը կատարում է Ալիևի բոլոր պահանջները։ Աննա Գրիգորյանը ունիկալ հատկություն ունի՝ ստիպել նիկոլականներին բացահայտումներ անել իրենց գործած կեղտոտ գործարքների մասին։ Առանց սահմանազատման Հայաստանի Հանրապետության տարածքը հանձնելը դավաճանություն է, սակայն Նիկոլի թվին, ինչպես ֆաշիստական Իտալիայում, օրենքը գործում է միայն իշխանության հակառակորդների դեմ։ Իշխանություններին ամեն ինչ կարելի է։ Նույն կերպ այս մարդիկ գալու են ասեն Տիգրանաշենը հանձնելը մեր պահանջն է եղել։ Ադրբեջանցիների բնակեցումը մեր պահանջն է եղել ու այսպես շարունակ։ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Գեղամ Մանուկյանը Ալեն Սիմոնյանի խոստովանությունից հետո խոստացել էր բացահայտել, թե ինչպես է Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը ադրբեջանական վերահսկողության տակ անցել։ Բանավեճի հաջորդ օրն արդեն Տավուշից քարոզարշավի ընթացքում Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ Գորիս-Կապան ճանապարհահատվածը ադրբեջանական վերահսկողության տակ է անցել 2020 թվականի դեկտեմբերի 17-ի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրած փաստաթղթի հիման վրա։ Աննա Գրիգորյանի հետ տարբեր գերատեսչություններ մի քանի ամիս շարունակ հարցումներ էին կանում պաշտպանության նախարարություն, կառավարություն, թե ի վերջո ինչ փաստաթղթի հիման վրա է այդ գործողությունը տեղի ունեցել։ Քայլրություն, տարբեր պատճառաբանություն էին բերում, մինչև մի օր պատահաբար գլխավոր շտաբի պետի ստորագրությամբ ստացա գրություն, որ այդ ամենը տեղի է ունեցել փաստաթղթի հիման վրա։ Զորքերը ետ են քաշվել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի ստորագրած դեկտեմբերի 20 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված փաստաթղթի հիման վրա։ Ըստ Գեղամ Մանուկյանի, Վաղարշակ Հարությունյանի հրամանի բովանդակությունից տեղյակ չեն եղել զինված ուժերի գլխավոր շտաբը եւ արտգործնախարարությունը։ Հայաստանի անունից Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ստորագրում է փաստաթուղթ Հայաստանի արտաքին գործերի նախարարը, արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը, գլխավոր շտաբի պետը տեղյակ չեն լինում այն բովանդակության հետ, որը միմիայն Նիկոլ Փաշինյանի գիտությամբ Վաղարշակ Հարությունյանը այդ ժամանակ ստորագրել է։
Դեռ 2021 թվականի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ 21 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատկանում է Ադրբեջանին։ Ընդ որում այդ տարածքում սահմանազատում չէր իրականացվել, ադրբեջանցիները առաջ էին եկել GPS-ով։ Այդ ճանապարհը հիմա էլ հսկում են ադրբեջանական ստորաբաժանումները։ Ընտրությունից 3 օր առաջ հունիսի 4-ին Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հապճեպ ստորագրվեց թրիփի վերաբերյալ համաձայնագիրը, որը նախաստորագրվել էր նախորդ շաբաթ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Երևան այցի ժամանակ Զվարթնոց օդանավակայանում։ Թրիփի վերաբերյալ համաձայնագիրը առաջինը ստորագրել էր ամերիկյան կողմը, ապա փաստաթղթերը առաքել հայկական կողմին։ Հունիսի 4-ին Միրզոյանը այդ համաձայնագրի տակ դրեց իր ստորագրությունը։ Սա եւս մի կարևոր քայլ է խաղաղ, անվտանգ եւ բարեկեցիկ Հայաստանի եւ տարածաշրջանի Հայաստանի Հանրապետություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեսլականի իրականացման գործում։ Հաջորդիվ Հայաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետեւողական կլինեն համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական գործընթացների իրականացմանը, նպատակ ունենալով առավել սեղմ ժամկետում ապահովել տեղում թրիփի իրագործումը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն իր հերթին հայտարարեց թրիփ երթուղին բացառիկ հնարավորություններ կտա Հայաստանին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտությունը ոչ միայն ավարտված է, այլև եզրափակվել է համաձայնագրով, փոխընդբռնման հուշագրով, որը ես երեք ստորագրել եմ, որը ստեղծում է նոր բարգավաճման ուղի, թրիփ ուղին։ Այն երկու երկրներին, մասնավորապես Հայաստանին, կտրամադրի հնարավորություններ, հարգելով նրանց ինքնիշխանությունը։ Հայաստանի ինքնիշխանության մասին խոսող Միացյալ Նահանգների պետքարտուղարի այս հայտարարությունից մեկ օր անց Սենատում լսումների ժամանակ պատասխանելով հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսի հարցին, թե ինչպես է իրականացվելու թրիփի շրջանակային համաձայնագիրը եւ ինչ օգուտներ է Միացյալ Նահանգները ստանալու դրա իրագործումից տարածաշրջանում, ասել էր, որ այդ ծրագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի խարիսխն է եւ կարող է ամբողջությամբ վերափոխել Հայաստանի ռազմավարական դիրքը եւ դառնալ տարածաշրջանային առևտրի կենտրոնական հաբ։ Դա Ռուբիոյի խոսքով նաև լուծում է Ադրբեջանին մտահոգող Նախիջևանի հասանելիության խնդիրը։ Ռուբիոն այդ ընթացքում թրիփի մասին խոսելիս մի քանի անգամ օգտագործել էր միջանցք բառը։ So we're involved in that very heavily now. We just signed the agreement. Ստորագրված համաձայնագիրը մեզ թույլ է տալիս խթանել մասնավոր ներդրումները այս միջանցքում ի նպաստ ամերիկյան ընկերությունների եւ ամերիկյան շահերի, ինչպես նաեւ ի նպաստ Հայաստանի, Ադրբեջանի եւ տարածաշրջանային այլ երկրների։ Խաղաղությունը միայն սկիզբն է։ Կարևորը դրա ընձեռնած տնտեսական հնարավորություններն են։ Իհարկե, կան ամերիկյան ընկերություններ եւ ամերիկյան աշխատողներ, որոնք կշահեն դրանից, բայց այս միջանցքի բացման վերջնական շահառուն լինելու է հայ ժողովուրդ։ Չնայած Փաշինյանի հավաստիացումներին, թե թրիփ նախագիծը կյանքի կոչվելու դեպքում Հայաստանի ինքնիշխանությունը պահպանվելու է, փորձագետները համոզված են, Փաշինյանը թրիփով անխոչնդոտ ճանապարհ է տալիս Բաքվին։ Ռուբիոն թրիփն անվանեց միջանցք։ Ռուբիոն ավելի անկեղծ է Նիկոլի ընտրողների հետ, քան ինքը Փաշինյանը։ Ֆիքսենք, Փաշինյանը Արցախը հանձնեց, որ միջանցք չտա, բայց միևնույն է, միջանցք հանձնեց ընդ որում թուրքերին, այլ ոչ թե ամերիկացիներին։ Հիմա Բոստոնից դուրս կգան խոսող բանջարեղենները եւ կփորձեն համոզել, թե իբր Ռուբիոն օգտագործել է միջանցք բառը որպես լոգիստիկ նախագծի միջազգային տերմին, բայց երբ այդ սուտը չաշխատի, անպայման կհայտնվի բանջարեղեն, որը կասի, թե Ռուբիոին կաշառել են հայ անդիմադիրները կամ որ Ռուբիոն KGB-ի գործակալ է։ Ով է լսել ոնց Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռուբիոն այսօր Թրամփի ճանապարհը երկու անգամ անվանել միջանցք ու լսել եք արդյոք, որ Փաշինյանենք ինչ որտեղ ասել են, որ դա մեր ինքնիշխանության հանդեպ կոնկրետ ոտնձգություն է։ Պատահական չի, որ հենց այս օրերին ակտիվորեն թրիփի հետ կապված փաստաթղթեր են ստորագրվում, այսինքն ընտրությունների ժամանակ արտաքին աջակցության դիմաց զիջումների են գնում այնինչ նման փաստաթղթերն ընտրությունների արդյունքում ձևավորված նոր կառավարությունը պետք է ստորագրեր։ Ինչ է նշանակում երաշխավորված խաղաղություն ասածը։ Դա նշանակում է, որ այդ խաղաղությունը պետք է հիմնվի բոլոր կողմերի համաձայնության վրա եւ Հայաստանը դառնա համագործակցության, այլ ոչ թե հակամարտության տարածք։ Ինչ է անում ԿՊ պարագլուխը։ Նա Հայաստանը դարձնում է աշխարհաքաղաքական կոնֆլիկտի վայր, հույս ունենալով, որ մի կողմն իրեն կաջակցի վերընտրվել, իսկ հետո թեկուզ ջրհեղեղ։ Հայաստանում ամերիկյան դեսպանատան փոխանցմամբ Միացյալ Նահանգների միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել թրիփի զարգացման ընկերության հիմնմանը։ Ըստ ամերիկյան կողմի ընկերությունը կաջակցի առանցքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը։
Խաղաղության ջատագով Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզում քարոզարշավի վերջին օրերին չկարողացավ օդ բարձրացնել խաղաղության խորհրդանիշ աղավնուն։ Աղավնին թռցնելու Փաշինյանի անհաջող փորձը սոցցանցերում ծաղրուծանակի առիթ էր դարձել։ Նույնիսկ խաղաղության աղավնին Փաշինյանի ձեռքում գյաբրլամիշ եղավ։ Սա թերևս ամենավառ խորհրդանիշն է այն բանի, թե իրականում ինչպիսի խաղաղություն են սրանք բերում մեր գլխին։ Սիմվոլիկան շատ լուրջ երևույթ է։ Նայեք, աստվածաշնչյան թռչունը խաղաղության խորհրդանիշ աղավնին ոչ մի կերպ չի թռչում Նիկոլի ձեռքերով։ Սրանով Աստված մեզ նշան է ուղարկում, ասում է՝ «Սթափվեք»։ Սրա բերածը կեղծ խաղաղություն է, ընդհանրապես խաղաղություն չէ։ Այսօր այդ աղավնին Ալենի հետ ավտոբուսի մեջ կուտեն։ Հավանաբար աղավնին մտքում ասեց. «Վայ ծրտեմ են խաղաղության վրա, որ դու ես բերելու դեռ բերում ես»։ Ի տարբերություն մեր հասարակության մի ստվար զանգվածի կենթանական աշխարհի ներկայացուցիչները բնազդով շատ բան են զգում։ Էդ ինչ տեսակ էներգետիկ դաշտ ուներ, որ խեղճ աղավնին չթռավ, հերիք չէ, մի հատ էլ վախից տակն արեց։ Տոյիս տակը չէ, վրեն։ Իսկ թե ինչ ընթացք ունենա հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, պարզ կլինի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքով։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։